շատ էր խոսք գնում կանացի սոլիդարության մասին, դեր թիմակիցները նրան հարցնում էին։ Ես ուզում եմ հասկանալ, կանացի սոլիդարությունը գործում է միայն ընդդիմության տարբերակում դեպքում կամ օրինակ տեսեք մի քանի օր է խոսում են շատ ավելի հաճախակի է դարձել այդ խոսակցությունը, որ Արեգնազ Մանուկյանը իր անչափահաս երեխայի հետ չի կարող հանդիպել, տեսակցել։ Գուցե այս դեպքում ՀՊԱ-ական կանայք սոլիդարություն ցուցաբերեն եւ միջնորդեն օրինակ, որ Մանուկյանը հանդիպի իր դստերի հետ։ Իրականում լավ հարցադրում էր, բայց եկեք սկսենք, թե ինչ է իմ գործընկերը հարցրել։ Ես ընդդիմության այդ գործելավոճը չունեմ, որ եթե ընդդիմության ներկայացուցիչի իր հարցերը, իր խնդիրները այս ազգային ժողովի անդամից չենք բարձրացնի կամ անընդհատ չենք շեշտադրի, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նման վերաբերմունք է լինում, ընդհանրապես կանանց մասին է խոսքը եւ իմ գործընկերը հարցնում էր ընտանեկան բռնության թեմայով, կանանց նկատմամբ բռնության թեմայով, որ նա գծի դեմ կողմ քվեարկելուն եւ Տիկին Գալստյանը մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ թեկնածուն դեմ եք վերկել այդ օրենքին, խոսքը դրա մասին էր, իսկ ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, հարգելի գործընկերներ, հոդվածը պետք է հիշենք եւ մեր շատ գործընկերներ, ես անձամբ նրանցից եմ տեղեկացել նաեւ, հետաքրքրվել են այդ հարցի շուրջ եւ բնականաբար այդ հարցի հետ կապված նաեւ արձագանքներ կլինեն, բայց մենք ամեն ինչ չենք բարձրացնում, ինչ թե ընդդիմության ներկայացուցիչներն։ Տիկին Մինասյան կներեք, իհարկե բարձր որ դուք գործի մանրամասներին տեղյակ չեք, բայց տրամաբանորեն էլի անչափահաս երեխան ինչպես է անդրադառնալու գործի ընթացքի վրա, որ թույլ չեն տալիս վաղնել ծնունդն է կարծեմ երեխայի։ Պարոն Կիրակոսյան, ընդհանրապես չեմ կարող մեկնաբանել, որովհետև քրեական գործի շրջանակներում ես տեղակել չեմ այդ մասով։ Խնդիրը տեսակցությունների արգելքներ, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ եւ հետագայում նաեւ հարցերի պատասխաններ կլինեն։ Երբ իմացել եմ դրա մասին այդ ժամանակ եմ։ Ես կարծում եմ նաեւ գործի բնույթը պետք է հասկանալ, պետք է չտարբերակենք որևիցե մեկին, նաեւ հաշվի առնելով կնոջ կին լինելու հանգամանքը եւ այս գործելավոճը ընդհանրապես ընդունելի չի իմ համար, կին է, երեխատեր, մայր է, չգիտեմ, կրծքի երեխաներ ունի եւ այլն, իր նկատմամբ քրեական հետապնդում չի կարելի, կախված է հանցագործության տեսանկյունից եւ ամենակարևորը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Սա ճնշման լրացուցիչ միջոց է Արեգնազ։ Ես բացարձակապես այդպես չեմ կարող ընկալել, որովհետեւ ընդհանրապես մեր գործելավոճը չի նման կերպ մարդուն բացարձակապես չեմ կարող նման կերպ։ Ինքնությունն ասում է, որ երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն էին կալանավորել, մենք բոլորս խոսում էինք այդ մասին եւ հաշվի չէինք առնում, որ իշխանական է, իշխանականի բարեկամ է, բայց դուք ոչ մեկը չեք խոսում եւ չեք դատապարտում, վախենում եք կամ լռում եք այս գործելավոճը։ Ընդհանրապես ցանկացած կնոջ նկատմամբ։ Խնդիրը այստեղ այդ քաղաքական հայացքները չեն, այսինքն եթե մարդը հայտնի չի, եթե մարդը քաղաքական նկարտումներ չունի կամ որևիցե քաղաքական թիմում արկա չէ, ուրեմն իր իրավունքների մասին չպետք է խոսենք, եկեք նաև հակադարձենք այն նույն ընդդիմությանը, որոնք որ ընտանեկան բռնության թեմային դեմ են քվեարկել։ Այսինքն այն կանայք, որոնք որ բռնության են ենթարկվում ընտանիքի մեջ, իրանց իրավունքների մասին չպետք է խոսել, ու ընդհանրապես իրանց իրավունքները չպետք է պաշտպանել։ Դրա մասին դեպքում փաստորեն քաղաքական դեպք է եւ դուք նաեւ այս քաղաքական ենթատեքստը եւ ամեն ինչ հաշվի առնելով չեք արձագանքում։ Ես նկատի չունեմ ձեզ, ես նկատի ունեմ իշխող թիմի գործընկերներ, ես ասացի, որ ինչը վերաբերվում է կոնկրետ դրվագին, ոչ թե քրեական գործին, որ ինչպես իրանք են մեկնաբանում քաղաքական հետապնդումներ են եւ այլն, կոնկրետ տեսության մասին մենք հետաքրքրվելու ենք եւ դրա արձագանքը կլինի։ Ես չգիտեմ ինչ պատճառաբանությամբ կարող են իրավապահ ասել, օրինակ ինչ պատճառաբանությամբ է արգելվել տեսակցությունները, ես ինքս չեմ կարող մեկնաբանել ամեն որ անճշտություն չտարածվի։ Դուք ասեցիք կքննարկեք Արեգնազ Մանուկյանի եւ դստեր հանդիպման հարցը։ Ոչ, ես ասեցի, որ մեր իրավապահ համակարգից կտեղեկանանք պատճառների մասին եւ հավելյալ տեղեկություն կտանք։ Այո։ Տիկին Մինասյան Լիլիթ Գալստյանը իր ելույթի ընթացքում, այսպես ոչ քննադատություններ արեց, մեղադրելով իշխանություններին բռնաճնշումների մեջ, քաղաքական հետապնդումներից խոսեց։ Դուք ո՞նց եք գնահատում ընդհանրապես Հայաստանում կան այդ լրջագույն խնդիրները, մարդու իրավունքների եւ ընդհանրապես Գալստյանի այդ ուղերձներին ո՞նց եք արձագանքում։ Ես մի կարևոր նկատառում ունեմ այս մասով, որովհետև իրականում ապշում եմ մարդկանց երկերեսանության վրա, որովհետև ես ինքս ամբյոնից խոսելիս
պատմել եմ մեր հանրությանը, թե մենք ինչ աշխատանք ենք կատարում, օրինակ միջազգային հարթակներում, եւ Տիկին Գալստյանը իմ հետ եւ իմ գործընկերների հետ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է եւ բազմիցս մենք այնտեղ Հայաստանի Հանրապետության հետ կապված, մարտահրավերների հետ կապված, գերիների հետ կապված շատ հարցեր ենք բարձրացնել եւ այսօր Տիկին Գալստյանը ամբիոնից հնչեցնում է, որ տեսանելի չեն իր համար մեր արած աշխատանքը։ Ես ուղղակի sense ապշում եմ, թե իմ աչքերին նայելով ինչպես կարող է նա դա այդպիսի բան ասել։ Ընդհանրապես Հայաստանի առաջ ծառացած ցանկացած մարտահրավերի։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ելույթին եւ բռնաճնշումներին, մենք հարց ուղեցինք, արդյոք կա որևիցե միջազգային կառույց, որովհետեւ հարգելի գործընկերներ, ընդհանրապես պետության բռնաճնշումների, քաղաքացիների նկատմամբ իրավունքների խախտումների մասին արձանագրում է ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունը, որովհետև ամեն մեկն էլ մի կողմ է, այլ անկախ չեզոք կառույցներ։ Մատնանշեք մեկ կառույց, որտեղ որ մատնանշվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումներ։